տարվա իշխանությունները։ Ես համոզված եմ, որ կունենանք դրական պատասխան։ Մենք ինքներս մշտապես պետք է պայքարենք, որ մեր տրանսպորտը գործի մշտական մինչև վերջ։ Մենք ուրիշ պահանջ չունենք, իսկ եթե մեր պահանջը չկատարեցին, մենք գնալու ենք արդեն իսկ այլ պահանջների հետևից նույնպես։ Պայքարը մինչև Պայքարը շարունակվելու է։ Սիրելի ժողովուրդ, այս պահին բոլորիցդ խնդրում եմ շատ կազմակերպ, ինչ ձևի կազմակերպ, որ դուք փակել եք փողոցը, նույն ձեզի կազմակերպությամբ եկեք դուրս գանք, հետագա հարցերը մենք կգնանք մեր համայնքներում եւ մեր համայնքների ներսում կքննարկենք, կան նաեւ ավելի հետաքրքիր ինֆորմացիաներ, ես ձեր հետ կկիսվեմ։ Սիրելի ժողովուրդ, չմոռանանք, որ առջևում նաև ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, եկեք հարգալից լինենք մեկս մյուսի հանդեպ, այս պահին, այս ունենք, խնդրում եմ ներողամիտ եղեք, ես կարծում եմ հետագայում մենք ավելի մեծ բաների կհասնենք միասնական, հիմա բոլորս իմ հետևից շատ հանգիստ, շատ կազմակերպված լքում ենք փողոցը, սիրելի ոստիկաններ, սիրելի պրոշացիներ, ծափահարություններով շարժվում ենք դեպի Պրոսիա, սիրելի կազախ, միասնական ենք գործելու, մենք միասնական ավելի ուժեղ ենք։ Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդներ, այստեղ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա պարոն Ազիզյանը խաբեցին Եվրոմեդիա 24-ի հարգելի WhatsApp-ս գրանցել եմ, մեծ ող ինչ է այս Տրանսպորտը գործումակ նոր Արեք ավտոբուսի մեջ էլ հայտարարեմ Ելեք տարիքով Ես քո համարը վաղ